Ադամը խորհրդանշում է մեկը, որ գալու էր, Քրիստոսին երկրորդ գալուստի։ Ապա ո՞ւմ է ներկայացնում Ադամի կինը, Եվան։ Բնականաբար, Եվան ներկայացնում է Քրիստոսի երկրորդ գալուստի կինը։ Ապա ինչ դեր պետք է խաղա Եվան։ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, բոլոր ապրող մարդկանց մայրը։ Միայն Աստված կարող է կյանք տալ, Եվա անվան իմաստը կենդանի է, այլ կերպ ասած կյանք։ Սա պայմանավորված է նրանով, որ մարդկությունը հավիտենական կյանք կստանա Եվայի միջոցով, որը կհայտնվի վերջին օրերում։ Քրիստոս անսանհոնգը մեզ սովորեցրել է, որ վերջին Եվան, որը Սուրբ Հոգու դարաշրջանում հայտնվում է որպես Քրիստոսի կին, ներկայացնում է Մորը Աստծուն։ 6-րդ օրը Աստված ստեղծեց անասուններն ու վայրի կենդանիները, իսկ Ադամին ու Եվային ստեղծեց վերջինը։ Աստվածաշունչն ասում է, որ Ադամը նրա օրինակն է նրա, որ գալու էր։ Այն նա ասում է, որ առաջին Ադամը երկրի փոշուց էր, իսկ վերջին Ադամը երկնքից։ Հայտնություն 22-րդ գլուխ 17-րդ համարում վերջին Ադամն ու Եվան կոչվում են հոգի հարս։ Իշխանություն կառավարելու բոլոր կենդանիներին Քրիստոս անսանհոնգը մեզ սովորեցրել է, որ Ադամն ու Եվան, որոնք ստեղծվել էին շաբաթից անմիջապես առաջ, ստացել էին բոլոր կենդանիների վրա իշխելու իշխանություն։ Ծառայում են որպես հոգու հարսի մասին մարգարեություն։ Հոգին ու հարսն ասում են. Արի, լսողս ասում է, արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Վերը նշված մարգարեությունը ցույց է տալիս, որ Հիսուսը երկրորդ Ադամը, որը եկավ 1900 տարի առաջ, վերջին օրերում կրկին կգա մարմնով կառաջնորդի բոլոր կենդանիներին։ Քրիստոս անսանհոնգը մեզ սովորեցրել է, որ սրբերը, որոնք կփրկվեն, կենդանիներն են, իսկ հոգին ու հարսը, որոնք փրկիչներն են, Ադամն ու Եվան են։ Այլ կերպ ասած, վերջին Եվան երկնային մայրն է, որը մեր փրկիչն է։ Աստված վերջին անգամ ստեղծեց կենդանի էակներին, անասուններին, վայրի կենդանիներին, Ադամին ու Եվային։ Ադամը գալիքի օրինակն է։ Վերջին Ադամն ու Եվան ներկայացնում են հոգին հարսին։ Վերջին օրը հոգին հարսը կհայտնվեն կառաջնորդեն բոլոր կենդանիներին։ Խնդրում եմ, ստացեք կյանքի ջուրը հոգուց հարսնացուից, Ադամից Եվայից, ովքեր հայտնվեցին Սուրբ Հոգու վերջին դարաշրջանում, վայելեք հավիտենական կյանքի օրհնությունը։